Փաշինյանի հայտարարությունները պարբերաբար իրավապահներին ուղղված։ Ինչպես եք վերաբերում այդ հայտարարություններին, դա առհասարակ չի կաշկանդում ձեզ աշխատել անկախ ազատ գործել։ Իսկ ինչ հայտարարության մասն է։ Մունե զրկելու եմ, բոմժ եմ դարձնելու այս երեք ուժերին։ Արդյոք սա արդեն ուղղորդում չի ձեզ, որպեսզի դու գնաք այդ երեք ուժերի հետևից։ Իրավապահների մասով որևէ ուղղորդում ես չեմ նկատել։ Այդ բոլոր ընտրակաշառատուները պետք է պատժվեն եւ նույնիսկ ժամկետ էր նշում, թե ինչքան պետք է նստեն բանտում։ Ես քաղաքական հայտարարությունների հետ կապված մեկնաբանություն այս պահին չի։ Նախ ինձ չի կարող կաշկանդվել նաեւ այն մասով, որ ես դատավորը չեմ եւ ես չեմ կարող որոշել, թե որ մեղադրյալը ինչ ժամկետով պետք է պատժ կրի։ Այդ մասով առնվազն ես կաշկանդված չեմ։ Բայց քրեական գործը հարուցելու եւ գործի հիմնավորումներ գտնելու մասը ձեր տիրույթում է։ Մեր պարտականությունն է հանցագործության դեպք հայտնաբերել, այդ դեպքերով կատարել նախաքննություն եւ ապացույցներ հավաքել կամ մեղավորության կամ ամեղության վերաբերյալ։ Եվ դա մեր գործառույթն է, որը մենք իրականացնում ենք։ Այսպես ասած գործի կամ մահակ նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակ իշխանության համար։ Այսինքն դուք ստացվում է դուք մահակ եք դարձել ընդդիմադիրներին ճնշելու, կաշառքներին որ բացահայտելու նախընտրական հեն բուն շրջան, որովհետև ես դրա համար ասեցի, որ շրջանում են բացահայտվել այդ ձայնագրությունը, որովհետև դուք նախընտրական շրջանում եք այդ ամեն ինչը իրականացրել։ Ստացվում է դուք որպես կոմիտե կառույց մահակ եք դարձել ընդդիմության համար։ Մենք մահակ ենք հանցագործների համար։ Մենք որևէ ուժի, որևէ իշխանության ոչ քարոզություն ենք անում, ոչ հակակարոզությունը, մենք պայքարում ենք հանցագործությունների դեմ եւ ձեր հարցադրումը ըստ էության տեղին չի, որտեղ մենք ամեն հանցագործության դեպքով հրապարակել ենք ձայնագրություն եւ եթե լսեք ուշադիր այդ ձայնագրությունները կհասկանաք, որ որևէ քաղաքական ազդեցություն այդ դեպքերի բացահայտման առումով չկա, կա ընդամենը փաստական հիմնավորումներ, ձայնագրություններ, որոնք լսելու դեպքում որևէ անկողմնակալ դիտորդի մոտ որևէ այլ կասկած չի կարող առաջանալ։ Պարոն Նախապետյան, մի հարց տամ, էլի, 1000 ներողություն Հեսան Արեգ ջան։ Մի հարց տամ, էլի, բյուջեով նախատեսված չէր ընդհանրապես 26 թվականին թոշակների բարձրացում եւ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը թոշակները բարձրացրեց։ Արդյոք դա ընտրակաշառքի դիտարկում, ընտրակաշառք չեք դիտարկել որպեսզի այս հարցադրումը առացարակ դուրս գա օրակարգից, ես կպատասխանեմ, որ ընտրակաշառքը, որպես այդպիսին, որպես քերաիրավական տերմին, դա այն է, երբ որ ընտրողին կոնկրետ գումար են տալիս պայմանով, որ ինքը գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Հիմա եթե թոշակների համատարած բարձրացում է լինում, այդ դեպքում պայմանը որտեղ է, որ քաղաքացին պետք է գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Այսինքն նման պայման, եթե դուք ունեք հիմնավորած կամ ունեք տվյալ, ներկայացրեք այդ տվյալը։ Ուժեղ Հայաստանի ձայնագրությունները, որ հրապարակվում են, ամեն դեպքում այդ ցուցմունքներից կարող եք հիմա ասել, օրինակ իրենք ասում եմ, թե ամենաբարձր օղակը, որից այդ ընտրակաշառք բաժանելու process-ը կազմակերպվել է, ուր է միջև հասնում եւ այդ հրահանգները որտեղից են իջեցված եղել։ Օրինակ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի անունները հնչեցվել են որպես այդ ամբողջ process-ը համակարգողներ։ Այդ հարցին արդեն իսկ պատասխանեցի, մենք մեծ մասով քերական վարույթներով իրականացնում ենք քննություն, շատ դեպքերում նաեւ հրապարակել ենք կոնկրետ նաեւ տվյալներ, թե այդ ընտրակաշառքի սխեման ֆինանսավորման առումով մինչև ուր է բարձրացել եւ ում նկատմամբ մենք նաեւ միջնորդել, որպեսզի հետապնդումներ հարուցվեն կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմեն մեր գործընկերները, որպեսզի անձեռնմխելիության հարց քննարկվի։ Դրանք պարբերաբար ամենօրյա ռեժիմով ոչ միայն ամենօրյա ռեժիմով դրանց մասին պարբերաբար հաղորդագրություններ եւ մամլո հրապարակումներ ըստ էության տրվում են։ Նախապետյան կներեք, ժոճան կռու գա ֆռում է իրեկիտ մեջ։ Հազինյանն ասում է, եթե ընտրակաշառքի դեպք իրեն վերագրում եք, ասում են ընդամենը հավաքարարի խոսակցություն է մոնտաժված ներկայացված։ Այսինքն ինչու օրինակ Ղազինյանի հետ կապված որևէ ձայնագրություն չկար, որ հավաքարար, ասում են ընդամենը շտաբի հավաքարարի խոսակցությունն է հրապարակել հակագործության կողմից։ Իսկ ըստ ձեզ քերական հետապնդման կամ ապացույցների համար պարտադիր է, որ այն անձի խոսակցությունները լինեն, ում նկատմամբ հետապնդումը հարուցվում է, բնականաբար ոչ, ու բազմաթիվ վարույթներ ունենք, երբ որ անձանց ենթադրյալ հանցագործությունը հիմնավորել ենք այլ ապացույցներով եւ ոչ թե տվյալ անձի ձայնագրությամբ կամ խոսակցությամբ։ Նույն իրավիճակը այստեղ ունենք ու մենք գտնելով, որ ունենք ապացույցների բավարար համակցություն,
համապատասխան միջնորդությամբ դիմել ենք դատախազությանը, որպեսզի դատախազությունը իր հերթին դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ ես որքան տեղյակ եմ, այդ դիմումը ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ հիմքային հիմնադրամի հետ կապված ուսումնասիրություններն ինչ է, վարույթ հարուցելու հիմքեր գտաք թե ոչ։ Ոչ, ուսումնասիրությունների արդյունքում քրեական օրենքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշներ չեն հայտարարել։ Չեմ լսում դες կոնկրետ։ Հիմքեր չգտաք, որովհետև վարչապետի դա ձեր գնահատականն է, ես իրավական առումով ասում եմ, որ իրավական առումով հիմքեր չունենք, որպեսզի մենք որևէ դեպքի առումով նախաձեռնենք քրեական բարի։ հայտնի դառնալուց հետո եւ վերջին հարցը խնդրում եմ, եթե ունեք իմ քայլի հետ դուք եք այդ կարծիքի կիսում։ Եթե անգամ ասոցացում է, եթե անգամ ասոցացումը, դա իրենից ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանք եւ չի գտնվում հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում եւ բնականաբար այդ ասոցացման հանգամանքը հաշվի առնելով, եթե չեմ սխալվում, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությանը վերաբերելի հարց այստեղ չունենք իմ քայլի հիմնադրամի հետ կապված, որտեղ մեր քրեական օրենսգիրքը հստակ տարանջատում է, թե որ սուբյեկտներին է վերաբերվում բարեգործության արգելքի խախտման հանցակազմի առկայությունը եւ հիմնադրամի այս քննարկվող դեպքում իմ քայլի հիմնադրամի մասով այդ հանցակազմի առնվազն սուբյեկտի մասով հատկանիշները չունենք։ Շնորհակալություն եւ վերջին հարցը խնդրում եմ։ Դուք որքան էլ ասում եք աշկանդված չեք, ամեն դեպքում ամբիոնից Փաշինյանը հրահանգել է, որ պետք է ունեզրկվեն 3 ընդդիմադիր խոշոր ուժերը։ Չէ, դուք ընտրակաշառքի մասով եք պատասխանել, ես այլ հարց եմ տալիս, ասում, որ հրահանգ է հնչեցվել, որ նրանք պետք է ունեզրկվեն, բոմժ դառնան եւ այլն նման ձևակերպումներ։ Մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում գործողություններ են սպասվում։ Մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք ընտրական բնույթի հանցագործություններով, կունենանք նոր բացահայտումներ առանց որևէ հրահանգի, զուտ իրավական պրոցեսներով եւ հակակոռուպցիոն կոմիտեի կամ այլ իրավապահ մարմինների բացահայտումներով եւ դրան ականատես կլինենք։ Որևէ քաղաքական հրահանգ ուղղորդում չի կարող ազդել մեր գործողությունների ու մեր միջոցառումների վրա։ Շնորհակալություն։